Ողջույն, սիրելի հայրենակիցներ, հեռավար կապով ես հարցազրույցի եմ հրավիրել Հայաստանի ժողովրդական շարժման համակարգող Վազգեն Պետրոսյանին։ Բարև ձեզ, պարոն Պետրոսյան, շնորհակալություն։ Բարի օր ձեզ։ Շնորհակալ եմ Ես եմ հրավերից շնորհակալ հրավերի համար։ լինելու համար։ Պարոն Պետրոսյան, այսօր կուզեմ մեր հարցազրույցը հիմնականում եւ կարելի ասել ամբողջությամբ նաեւ նվիրել Իրանին, ինչու որովհետեւ ասենք օրինակ գրվում է, որ ինտերնետ չլինելու պատճառով կամ տարբեր հանգամանքներով, նաև քաղաքական, մենք ստանում ենք ոչ անհրաժեշտ ինֆորմացիան Իրանից։ Եթե կարդում ենք արևմտյան մամուլը, այդ դաշտում բոլորովին այլ տեղեկատվություն է։ Կարդում ենք, հետո երբ խոսում ենք Իրանի մասնագետների հետ կամ լսում ենք հայտարարությունները, պատկերը բոլորովին այլ է։ Նաև Իրանից եկող խոսքերն են կարծես թե տարբեր։ Եթե ընդդիմադիր հատվածից են գալիս լրատվությունը, ուրեմն պատկերը ավելի այսպես շատ բացասական, հա, երանգներով է ներկայացվում։ Իշխանական հատվածից ավելի ասում են, որ գործընթացները գնում են մեղման։ Այսինքն, նախ կխնդրեմ դուք տեղեկատվություն տվեք, որովհետև երկու շաբաթ շարունակվող այդ բողոքի ակցիաները, որ իդեպ սկսվեցին դեկտեմբերի վերջին եւ տեղական արժույթի իրանական ռեալի արժեզրկման պատճառով ես այս լրատվությունը վերհիշեցնեմ մեր դիտողներին։ Ընդ որում այս ընթացքում նաև մեկ տեղեկատվություն եւս տամ 400 մարդ է արդեն սպանվել եւ բնականաբար Իրանը երրորդյա սուք է հայտարարված է երրորդյա սուք մեր հարևան բարեկամ երկրում։ Հիմա ձեր փոխանցմամբ նախ վերջին տեղեկատվությունը ինչ է, որովհետեւ ես նաև այստեղ եւս մեկ երկու բան ասեմ, որ เป զի դուք դրա հիման վրա նաև ձեր վերլուծությունը կատարեք։ Իրանի իշխանությունները անկարգություններ կազմակերպելու մեջ ուղղակիորեն մեղադրում են Արևմուտքին, հիմնականում Միացյալ Նահանգներ, Իսրայել եւ ավելին արտգործնախարարն օրինակ ասում է, որ Իրանում ոչ թե ցույցեր են, այլ ահաբեկչական պատերազմ է ընթանում Իրանի դեմ։ Եվ այսպես լսում ենք ձեր մեկնաբանությունը, ինչ է կատարվում հարևան Իրանում, խնդրեմ։ Նախ եւ առաջ զոհերի թիվը արդեն ավելի քան 600 է, 600 անցել է վերջի տեղեկատվությամբ, եւ անշուշտ դա ինչ են ասում, այն տեղեկատվությունն է, որ կա դաշտում, պաշտոնական որևիցե թիվ չկա։ Սա որոշ չափով միջինացված թիվ է, որը այն ինչը որ պետությունն է ասում, Իրանի պետությունը եւ այն ինչը որ ընդդիմությունն է ասում։ Բայց արդեն թիվը այդքանի սահմանում է։ Դա այդքան էլ անակնկալ չէր, քանի որ նախ եւ առաջ Իրանի դեմ Միացյալ Նահանգների, Եվրոպայի եւ Իսրայելի ճնշումները, բռնաճնշումները ու նաեւ պատերազմի հրահրելները ոչ մեկը նորություն չեն։ Արդեն 46 տարի է, 47 տարի է, որ Իրանը գտնվում է տեսական սահմանափակումների մեջ։ Բայց ինչու վերջի այս քանի ամսվա ընթացքում այսպիսի ռեալը արժեզրկվեց, ինքը ունի մի քանի պատճառներ։ Նախ եւ առաջ Իրանի կառավարությունը որոշակի սխալ իր քաղաքականություն է իրականացրել դեռևս 2000-ական թվականներին, երբ Միացյալ Նահանգների կողմից ավելի կոշտացավ Իրանի նավթի վաճառքի դեմ սահմանափակումները, եւ Իրանը նավթը, որ վաճառում էր երկրից դուրս, իր գումարները ներս բերելու համար այդ գումարները տեղափոխում էր կամ Դուբայ, կամ Թուրքիա, կամ հարևան այլ պետություններ։ Եվ այնտեղից կամ ոսկի էր գնում եւ ներմուծում էր Իրան, կամ Միացյալ Արաբական Էմիրատների ռիալն էր գնում եւ տեղափոխում Իրան, եւ այդպես ինքը բալանսավորում էր որոշ չափով քաղաքականությունը։ Բայց նախորդ կառավարությունների, Իրանի նախորդ կառավարության սխալ քաղաքականության հետևանքով միայն մնացին այսօր Թուրքիան եւ Միացյալ Արաբական Էմիրատները։ Եվ իրենց մնացած հնարավորությունները կորցրեցին։ Հիմա սա սխալ քաղաքականության հետևանք էր, անհեռատես քաղաքականության հետևանք էր, որը երբ որ որևիցե ղեկավար իրականացնում է, ժողովուրդը դրա դիմաց վճարում է։ Սա մեկ։ Երկրորդը, Իրանում կան որոշ օլիգարխներ, որոնք որ ունեն հնարավորություն Իրանի նավթը մասնավոր սեկտորում վաճառելու Իրանից դուրս։
նրանք էլ ձեռի տված վերջի շրջանում հրաժարվում են նավթի վաճառքից առաջացած գումարը հետ բերել Իրան, որի թիվը որոշ տվյալներով, որոշակի տվյալներով հստակ թիվ չկա, բայց որոշակի տվյալներով 96 միլիարդից մինչև 254 միլիարդի սահմաններում տատանվում են։ Սա հսկայական թիվ է, որը որ չի եկել երկիր եւ դրա պատճառով արդեն տեղի ունեցել ռիալի արժեզրկումը։ Երրորդ եւ կարևոր խնդիրը, որ կա անցյալ տարի հունիս ամսին, երբ տեղի ունեցավ Իսրայել-Իրան պատերազմը, 12-օրյա պատերազմը, Միացյալ Նահանգները համագործակցելով Իսրայելի հետ, իրենք փորձեցին Իրանում իշխանափոխություն իրականացնել եւ այդ իշխանափոխության իրականացման համար նույն ձեռագիր պետք է աշխատեր, որը աշխատեց Մադուրոյի դեմ, Վենեսուելայի նախագահի դեմ։ Այսինքն, իրենք արդեն տարիներ ի վեր է Իրանում ունեին ցանց, բավականին լուրջ ցանց, որտեղ որ իրենք հետախուզական եւ այլ աշխատանքներ էին իրականացրել եւ ծրագիրը հետեւյալն էր, որ պատերազմի երկրորդ թե երրորդ օրը մարդիկ պետք է դուրս գան փողոց, հարձակվեն կառավարական շենքերի վրա եւ ստեղծեն քաոսային իրավիճակ եւ այդ քաոսային իրավիճակում ամերիկյան Delta Force կազմակերպության զինվորները պետք է ներթափանցեին Իրանի մեջ եւ գողանային երկրի կրոնական առաջնորդին եւ որոշ այլ ղեկավարներին, նախագահին, պաշտպանության նախարարին եւ այլնի։ Բայց դա տեղի չունեցավ Իրանում, քանի որ Իրանի հատուկ ծառայությունները հետախուզությունը այդ մարդկանց բոլորին ձերբակալվեց մի գիշերվա ընթացքում եւ այդ ծրագիրը խափանվեց։ Ծրագրի խափանումից հետո Իսրայելը սկսեց ռմբակոծել այն վայրերը, որտեղ որ գտնվում էին տվյալ պաշտոնյաները եւ սպանեց ուղղակի իրենց այդ պաշտպանության նախարարին եւ մի քանի այլ բարձրաստիճան զինվորականներին։ Սա է, եւ դրանից հետո արդեն այն ժամանակ էլ տեղի չունեցավ Իրանում խռովություն, եւ ժողովուրդը հիմնականում դուրս եկավ ի պաշտպանություն Իրանի իշխանությունների։ Իրանը այն պետություններից մեկն է, որ լինելով բազմազգ պետություն, տարբեր ազգեր այնտեղ ապրում են, բայց իրանց մեջ փան-իրանիզմը, համաիրանականությունը ավելի ուժեղ է, քան թե անջատողական շարժումները։ Այն ինչ որ այսօր է տեղի ունենում, իրականության մեջ այն մեթոդաբանություններից մեկն է, որը ճանաչողական պատերազմի համար նախատեսված է Միացյալ Նահանգներում կիրառել այլ պետություններում։ Այս մեթոդը, որը այսօր կիրառվում է Իրանի մեջ, դա մշակվել է Keep Town համալսարանի հակաահաբեկչության եւ ահաբեկչական գործողությունների կանխարգելման բաժնում եւ համաձայն այդ process-ի փոքր խմբավորումը, որը զինված խմբավորում է եւ հարձակվում է ու ահաբեկչական գործողություն է իրականացնում տվյալ պետության ոստիկանական եւ զինված ուժերի դեմ, կարող է պատճառ հանդիսանալ, որ ինքը հանդիսանա փոքրիկ շարժիչ մեծ անիվները շարժելու համար։ Եվ իրենք դրա համար փորձեցին ահաբեկչական խմբավորումներ, հսկայական քանակությամբ զենք զինամթեր մտցնել Իրան, հիմնականում Թուրքիայի եւ Իրաքի սահմանից եւ հիմնականում քրդերի միջոցով։ Այստեղ մեկ զուգադիպություն է առաջանում, որ Միացյալ Նահանգների ճնշման տակ անցյալ տարի քրդական բանվորական կուսակցությունը խաղաղության պայմանագիր կնքեց Թուրքիայի կառավարության հետ եւ զենքերը ցած դրեց ու տեղափոխեց հյուսիսային Իրաք։ Այնտեղից էլ քրդերի մի մասը թունելների միջոցով, այդ թվում այդ թունելներ կային նաև Թուրքիայի սահմանում, Թուրքիա-Իրան սահմանում, տեղափոխվեցին Իրան եւ իրենք սկսեցին իրենց ահաբեկչական գործողությունները։ Առաջի իսկ օրվանից մինչև հիմա հիմնականում այդ ահաբեկչական խմբավորումներն են աշխատում, որոնց թիվը համաձայն Իրանի պետական լրատվամիջոցների եւ պաշտոնական տվյալների հասնում է շուրջ 7000-ի։ Այս 7000-ը, իրենք 7000 հոգին, իրենք տարածվել են
Իրանի սահմաններում, ավելի փոքրիկ խմբավորումներ 40-50 մինչև որ 1-2 հարյուրքանոց խմբավորումների սահմանում եւ ամեն մեկը տարբեր քաղաքում զուգահեռաբար իրար հետ համադրելով սկսում են ռազմական գործողություններ, որը հիմնականում տեղի է ունենում ոստիկանական ուժերի, ոստիկանության սպայակազմի նկատմամբ առանձին ահաբեկչական գործողություն իրականացնելը։ Ա, Այն ինչ որ ամերիկացիները սպասում էին կամ Իսրայելը կամ Եվրամիությունը սպասում էր, որ այս բոլորը պետք է առաջացնի լուրջ դժգոհություն Իրանում եւ ժողովուրդը ոտքի կանգնի եւ դուրս գա ընդդեմ իշխանության, դա տեղի չունեցավ։ Իրանը լինելով 90 միլիոնանոց երկիր, իր մեջ ունի հաստատ տարբեր խմբավորումներ, տարբեր ճաշակի մարդիկ, ովքեր որ մի մասը օրինակի համար ուզում են տեսնել շահի ժամանակը, մինչդեռ շահի ժամանակը Իրանը ընդամենը մի վասալ պետություն էր, եւ երբ որ շահը Իրանից փախավ 1979 թվականը, նույն Միացյալ Նահանգները պատրաստ չեղավ իրեն տեղ տալ Միացյալ Նահանգներում։ Եվ շահը, այսպես ասած, դռնեդուռ էր ընկել եւ տեղ էր փնտրում, որպեսզի կարողանա ինքը այնտեղ իր հիվանդությունը, որը խացկեղով բուժի, ու նաև կարողանա, ինչ ասում, մի տեղ գտնի, որ մեռնի։ Եվ ինքը վերջը մահացավ Եգիպտոսում։ Այսինքն Միացյալ Նահանգները, որը այսօր տեղ է տվել շահի տղային, բարձր ոչ թե նրա քաղաքական հայացքների կամ այլ բանի համար է, այլ իրականության մեջ նրա համար է, որ Իրանի շահը Իրանից դուրս գնալու ժամանակ մի քանի միլիարդ դոլար այն ժամանակ Իրանի բյուջեն իր հետ տարավ։ Եվ այդ մի քանի միլիարդ դոլարի համար հետագայում շահին մեռնելուց հետո շահի թույլ տվեցին, որ գա եւ Ամերիկայում մնա, անշուշտ տասնյակ տարիներ հետո, ոչ թե անմիջապես։ Եվ հիմա այդ տղային օգտագործում են, որը քաղաքականապես կարելի է ասել, որ քաղաքականությունից բան չի հասկանում իրականության մեջ եւ ինքը մինչեւ որ անցյալ տարի ցանկություն չուներ հետ վերադառնալ Իրան, քանի որ իր հարցազրույցների մեջ անընդհատ ինքը նշում էր, որ ինքը դժգոհ է Իրանի ժողովրդից, քանի որ Իրանի ժողովուրդը իր հորը եւ իրեն երկրից դուրս են վռնդել եւ Իրանի ժողովուրդը արժանի չի իրեն։ Եվ դրա համար ինքը ցանկություն չուներ, բայց քանի որ մնացած խմբավորումները, ահաբեկչական խմբավորումները, որը դեռևս 1980 թվականից Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի կառավարության կողմից, Անգլիայի կողմից, Իսրայելի կողմից ֆինանսավորվում եւ մարզվում էին աշխարհի տարբեր երկրներում եւ հետո ներթափանցում էին Իրան, դրանցից ոչ մեկը չկարողացավ ժողովրդականություն վայելել եւ տեղ զբաղեցնել Իրանի ժողովրդի մոտ։ Հիմա իրենք փորձում են այն նոստալգիան, որը կա Իրանի ավելի տարեց ժողովրդի մոտ շահի ժամանակվա հետ կապված, որ անկեղծ ասած այդքան էլ վառ նոստալգիա չի, քանի որ շահի ժամանակ Իրանի կեսից ավելը ոչ խմելու ջուր ուներ, ոչ հոսանք ուներ եւ ոչ էլ այդքան զարգացած էր։ Պարզապես զարգացած էր քաղաքի, Թեհրան քաղաքի մի մասը եւ արտասահմանում Իրանին չափից ավել տեղ էին տալիս, քանի որ Իրանը ուներ նավթ եւ այդ նավթը գրեթե ձրի տալիս էր արևմուտքին։ Հիմա դա է տեղի ունենում։ Ինչի է հանգելու մի քիչ դժվար է ասել, քանի որ այս անգամ ճնշումը Իրանի վրա բավականին մեծ է եւ փորձում են հրահրեն քաոսային իրավիճակ։ Միացյալ Նահանգները ինքը շատ լավ գիտի եւ հասկանում է, որ Իրանը Վենեսուելա չի։ Վենեսուելայի հիմնական սխալներից մեկը նա էր, որ ինքը հիմնականում իր զինված ուժերը հիմնված էին ամերիկյան GPS համակարգի վրա եւ իրենք օգտագործում էին այդ համակարգը եւ ամերիկացիները նախքան հարձակումը իրենք խլացրեցին GPS համակարգը, խլացրեցին ինտերնետը եւ անջատեցին հոսանքը։ Արդյունքում Վենեսուելայի հակաօդային պաշտպանությունը ինքը դարձավ կույր եւ զինվորականությունը բանակը չգիտեր այն օդանավը կամ այն ուղղաթիռը, որը օդում թռնում է, ում է պատկանում Վենեսուելային թե Միացյալ Նահանգներին։ Եվ դրա համար կարողացան իրենք մտան եւ այդ գործը արեցին։ Իրանի պարագայում այդպես չի։ Իրանը օգտագործում է եւ ռուսական, եւ ամերիկյան, եւ չինական GPS համակարգերը։
Եվ դրանից բացի Իրանը ունի իր սեփական հրթիռային համակարգը, ունի չինական, կորեական, ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը եւ իր մոտ բավականին բազմաշերտ է։ Եվ իրենք շատ լավ հասկանում են, որ Իրանի վրա հարձակումը միգուցե բերի չնախատեսված պատասխանների։ Վերջի վերջո երկրորդ աշխարհամարտից այս կողմ միակ պետությունը, ով հարված է հասացրել Միացյալ Նահանգների բազաներին, դա եղել է Իրանը, եւ դա էլ կատարել է երկու անգամ։ Մեկը 2020 թվականի Ղասեմ Սոլեյմանի սպանությունից հետո, երկրորդ անգամն էլ այս տարի, երբ որ ամերիկացիները ռմբակոծեցին Իրանի ատոմային էներգիայի որոշ կետեր։ Դրա համար ամերիկացիները մինչև հարձակվել է Իրան, իրենք շատ-շատ են մտածելու եւ պիտի բավականին լավ հաշվարկ անեն։ Խնդիրը նաև նրանում է, որ Միացյալ Նահանգները իր ամբողջ ռազմական ուժը հիմնված է երկրից դուրս, Միացյալ Նահանգներից դուրս, հիմնված է իր ավիակիրների վրա։ Միացյալ Նահանգների խոշորագույն ավիակիրները այսօր ունեն խնդիր, եւ երեք խոշորագույնները ներկա դրությամբ վերադարձել են Միացյալ Նահանգների եւ վերակառուցման ու վերազինման գործընթացի մեջ են, որը ավարտվելու է 2028 թվականին, իսկ մնացածը բավականին հեռու են եւ մինչեւ որ գան միջերկրական ծով կամ Հնդկական օվկիանոս, որտեղից որ հնարավորություն ունենան հարվածեն Իրանին, ինքը շաբաթներ է տևելու իրենց տեղափոխումը։ Եվ այս շաբաթների ընթացքում Միացյալ Նահանգները հարվածելու համար Իրանին ինքը շատ քիչ ռեսուրսներ ունի։ Հա։ Իսրայելն էլ բավականին քիչ ռեսուրսներ ունի Իրանին ուղակի հարվածելու համար։ Սա է խնդիրը։ Պարոն Պետրոսյան, տեսեք, այնուհանդերձ վերլուծաբանները նկատում են, որ արտաքին ուժերի, հատկապես Միացյալ Նահանգների, ռազմական մտադրությունները Իրանում լարվածությունը պահում են։ Բայց մենք միաժամանակ լսում ենք շատ հետաքրքիր, հայտարարություններ երեք հնչեցին։ Ես հիմա արագ ներկայացնեմ, մասնավորաբար Իրանի արտաքին գործերի նախարարը օրինակ հայտարարում է, եթե Վաշինգտոնը ցանկանում է կրկին իրականացնել ռազմական սցենար, ինչպես նախկինում, ապա մենք պատրաստ ենք դրան։ Մեր ռազմական պատրաստվածությունը նշանակալի է եւ ավելի լայնածավալ համեմատ վերջին պատերազմի հետ։ Դուք այս միտքը նաեւ ասացիք ձեր խոսքում եւ ուզում եմ նաեւ ընթերցել Իրանի պաշտպանության նախարարի խոսքը, ասում է, եթե թշնամիները, որոնք սպառնում են Իրանին, որևէ հիմարություն թույլ տան մեր դեմ, մենք հարվածներ կհասցնենք նրանց բոլոր շահերին աշխարհի ցանկացած կետում, ցանկացած երկիր, որը որևէ կերպով կաջակցի Իրանի դեմ ագրեսիային կամ իր տարածքն ու բազաները կտրամադրի ագրեսորներին, մեր կողմից կդիտարկվի որպես օրինական թիրախ։ Այսինքն սա նշանակում է, որ Իրանը պատրաստ է, եթե անգամ իրեն ուղղվեն տարբեր ուղղություններով, այստեղ որտեղ ակնարկը կա, նաև ասենք Միացյալ Նահանգների դաշնակից պետությունները, գուցե նաև ակնարկը Իսրայելին է ուղղված, ինքը պատրաստ է դիմակայելու։ Սա այս լարվածությունը ամեն դեպքում նպաստելու է ռազմական, ասենք Միացյալ Նահանգները հետ քայլ կանեն, թե ոչ, որովհետև երեք արդեն խոսում էր հետևյալի մասին, որ Թրամփը կարծես այսպեսի հայտարարություն արեց, որ իրենք պատրաստ են հանդիպման, չէ՞, վերջին տեղեկատվությունը դա էր, որ իբր Իրանի իշխանությունն է կապ հաստատել նախագահի հետ ԱՄՆ եւ միասին խոսել են իրողությունը, լարվածությունը թույլատնելու հետ կապված։ Հետո ասվեց, որ դա արվել է Միացյալ Նահանգների նախաձեռնությամբ։ Ամեն դեպքում կարծես թե ԱՄՆ-ն հակված չէ։ Ինչ եք զգում դուք այս իրավիճակում։ Հակված չէ լայնամասշտաբ ռազմական գործողությունների գնալ։ Գիտեք, Միացյալ Նահանգները Իրաքի եւ Աֆղանստանի պատերազմից հետո ընդհանրապես հեռու է եւ ցանկություն չունի այլևս որևիցե ամերիկացի զինվորի դիակ ընդունել Միացյալ Նահանգներում։ Դա շատ լավ հասկացել էր եւ Բայդենը, շատ լավ հասկացել է եւ Թրամփը եւ բոլորը դա շատ լավ գիտեն։ Միացյալ Նահանգների ժողովուրդը արդեն էլ դրա ցանկությունը չունի։
Այդ իսկ պատճառով Միացյալ Նահանգները լայնամասշտաբ պատերազմի չի գնա Իրանի դեմ, մանավանդ որ Իրանը հսկա պետություն է, ունի ռազմավարական խորություն։ Իրանի զորքերը կարող են նահանջեն միանգամից մինչև Իրանի կենտրոնական հատվածը եւ ամերիկացիներին ներքաշեն մի քայքայիչ պատերազմի մեջ, որտեղ որ ոչ թե այնպես ինչպես որ Աֆղանստանը կամ Իրաքն էր, որ իրենք հազարավոր զոհեր էին տալիս, այլ մի քանի տասնյակ հազար զոհեր տան, որը Ամերիկայի որևիցե, Միացյալ Նահանգների որևիցե նախագահ նմանատիպ ցանկություն չի ունենա։ Մгм. Սա մեկ։ Երկրորդ հերթին Թրամփը խոշորագույն բլեֆ անողն է։ Իսկ քաղաքականության մեջ բլեֆները շատ կարևոր են։ Միացյալ Նահանգների նախագահը Թրամփը ինքը այսօր բլեֆների վրա է հիմնել իր ամբողջ քաղաքականությունը։ Միացյալ Նահանգները անցյալ տարի Իրանի հետ բանակցությունների ընթացքում թույլ տվեց Իսրայելին, որպեսզի հարձակվի Իրանի վրա։ Մгм. Վենեսուելայի նախագահի հետ իրենք բանակցությունների մեջ էին, երբ իրենք հարձակվեցին Վենեսուելայի վրա եւ ձերբակալեցին, բռնեցին, պատանդ վերցրեցին Նիկոլաս Մադուրոյի։ Այսինքն իրենք բանակցությունները չեն օգտվում խաղաղություն բերելու համար, այլ բանակցությունները օգտվում են դիմացինին, թշնամուն, հակառակորդին, այսպես ասած քննացնելու եւ իրենց ծև գործը անելու համար։ Այդ իսկ պատճառով դժվար թե Իրանը ցանկություն ունենա այս պահին գնա որևիցե բանակցությունների Միացյալ Նահանգների։ Այս պահին բոլորը քարեր են հավաքում, սկսած Իրանից մինչև որ Միացյալ Նահանգները։ Միջական, այսպես ասած, օրերի ընթացքում չեմ հավատում, որ տեղի ունենա պատերազմ, միգուցե տեղի ունենա, բայց ավելի կարճաժամկետ եւ ավելի թիրախային, կոնկրետ կետերի հարվածելու առումով։ Բայց Միացյալ Նահանգները առայժմ իրենք հակված են հրա ավելի շատ ցույցեր, ավելի շատ բռնություններ Իրանում, որպեսզի Իրանում ստեղծվի քաոսային վիճակ։ Կամ որ այդ քաոսային վիճակը պատճառ է հանդիսանելու նաև մաշվեն իրանական ուժերը, մաշվի ժողովրդի համբերությունը, մաշվի դիմադրողականությունը եւ ընդհանուր հակակրանք ստեղծի Իրանի իշխանությունների դեմ։ Բայց այդ հակակրանքը նույն ժամանակ տարածվելու է Միացյալ Նահանգների եւ մնացածի դեմ էլ։ Մгм. Այո։ Սա է խնդիրը հիմա։ Պարոն Պետրոսյան, ուրեմն տեսեք, այո, իդեպ հետաքրքիր բան էր, մի երկու օր առաջ Իրանի բարձրաստիճան ղեկավարներից մեկը, եթե չեմ սխալվում, նորից պաշտպանության նախարարն էր, հիշեցրեց, որ ասում է, եթե նախկինում մենք օբյեկտներին էինք խարվածում Միացյալ Նահանգների, ապա հիմա ուղղակիորեն մեր թիրախը կլինեին իրանական զինվորները։ Դուք ձեր խոսքում ասացիք, այո, Ամերիկյան զինվորները։ ամերիկյան, կներեք, այո, ամերիկյան, այսինքն իսկապես այսպես հասկացել են, հա, որ Միացյալ Նահանգներում կա մեծ անհանգստություն, ժողովուրդը դրա դեմ ընդվզում է եւ թիրախն էս անգամ Իրանը ուղղակիորեն զինվորներին է ուղղելու ամերիկյան, ինչը կարծես թե գուցե իսկապես կլինի զսպող գործոն։ Հիմա դուք բացառում եք, որ կլինի լայնամասշտաբ պատերազմ հնարավոր է, բայց արագ այն մի սցենարներ փաստորեն չիրականացավ, որ ասացիք Վենեսուելայի տարբերակը շատ արագ գողանալ նախագահին կամ հոգևոր հա առաջնորդին եւ այդ սցենարն էլ տապալվեց։ Հիմա մնում է, այսինքն Իրանը, Իրանի ժողովրդին հոգնեցնելու, մաշեցնելու, կարելի ասել, Այո։ գործընթաց։ Սա ինչքանով է տարածաշրջանը լարվածության մեջ պահելու, մասնավորաբար մենք ունենք հարևան թշնամական պետություն, որը ցանկացած իրավիճակից կարող է օգտվել եւ ուղղակիորեն բացահայտ ներխուժել Հայաստան։ Որքան էլ Հայաստանի իշխանությունը պատրաստ է ամեն ինչ ուղղակի նվիրաբերել, բայց կարող է ինչ որ գործողությունների կարող է գնալ Ադրբեջանը ելնելով վերջի շրջանում Միացյալ Նահանգների քաղաքականությունից, որ բացահայտ ասվում է, չէ, իրավունք չկա, միջազգային իրավունքը չկա, կամ միայն ուժի գործոնը, իսկ Ադրբեջանը դրանից անմիջապես հետո հայտարարեց, այո, Հայաստանը թշնամական պետություն է եւ մեր ուզածը եթե չանի, մենք մեր քայլերը կանենք, հա, մոտապես այս տարբերակով ագրեսորին բնորոշ հայտարարություններ արեց։ Դուք ինչ վտանգ եք տեսնում Հայաստանի պարագայում, խնդրեմ, Հայաստանի հետ կապված։ Տեսեք, նախ եւ առաջ մի կարևոր հանգամանք կա։ Դեռևս 2010 թվականին
Իրանի հեղափոխության կորպուսը մշակել էր մի ծրագիր, որ Իրանը աշխարհի միակ պետությունն է, որը ունի 15 սահմանակից պետություն։ 15-ը հարևան ունի, որ իրար հետ սահման ունեն, որոնցից մի մասը ցամաքային սահման է, մի մասը ծովային սահման։ 2010 թվականին Իրանի հեղափոխության կորպուսը մշակել էր մի ծրագիր եւ հավանականություններն էին իրենք քննարկել, որ մի երկրներից Միացյալ Նահանգները կամ Իսրայելը փորձելու են հարվածեն Իրանին։ Եվ դրանց մեջ առաջի տեղ էին գրավում եւ Թուրքիան եւ Ադրբեջանը։ Ներկա դրությամբ էլ Իրանում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին, երբ նայում ենք, տեսնում ենք, որ հակառակ նրան, որ ինտերնետը եւ հեռախոսը ամբողջությամբ անջատվել է, եւ Starlink-ը արդեն Իրանում չի աշխատում, հակառակ նրան, որ հայտարարեց Իլոն Մասկը հայտարարեց, որ Starlink-ը կաշխատացնի, բայց Starlink-ը մի քանի ժամ հետո անջատվեց Պարսկաստանում իրանցիների կատարած միջոցառումների պատճառով։ Եվ երբ որ հետևում ենք ադրբեջանական լրատվամիջոցներին, մամուլին, հեռուստայի եթերներին, տեսնում ենք, որ այնտեղ կադրեր են հայտնվում, որոնք հետագայում տեղ են գտնում իրանական, այսպես ասած, ընդդիմադիր դաշտի կայքերում։ Սա նշանակում է, որ Ադրբեջանի միջոցով տեղի է ունենում տեղեկատվության փոխանակում դեպի դուրս Իրանի ընդդիմությանը Ադրբեջանի միջոցով։ Եվ սա բերելու է նրան լարվածություն Ադրբեջանի եւ Իրանի միջև, այնպես ինչպես որ այդ լարվածությունը նաեւ 12-օրյա պատերազմի ընթացքում կար, քանի որ Միացյալ Նահանգների F-35-երը անցել էին Ադրբեջանի տարածքով Կասպից ծովի վրայով անցել եւ մոտեցել էին իրանական որոշ քաղաքների։ Հիմա նույն բանը տեղի ունի։ Երբ որ մենք խոսում ենք Իրանի տեղի ունեցող քաոսի մասին, այդ քաոսը շատ արագ տարածվելու ամբողջ տարածաշրջան, ամբողջ միջին արևելքում։ Մենք խոսում ենք ամբողջ միջին արևելքի մասին եւ այսպիսի խոշոր քաոսային իրավիճակ դժվար թե որևիցե ղեկավար Միացյալ Նահանգներում պատրաստ լինի դրան դիմակայելու կամ դիմագրավելու։ Ճիշտ է, Իրանը կորցրել է Իսրայելի կողքի պետությունը Սիրիան, մասամբ կորցրել է Լիբանանը, բայց դեռ իր ուժերը, այսպես ասած, իրեն հավատարիմ ուժերը դեռ բավականին ակտիվ են այդ տարածքներում։ Եվ իրենք կկարողանան Իսրայելին, Միացյալ Նահանգների ուժերին եւ այլ ուժերին, ովքեր որ իր վրա հարձակվեն, ինքը հարվածներ հասցնի։ Այստեղ երբ Իրանը հայտարարում է, որ հարվածելու է բոլոր այն պետություններին, ովքեր որ օգնեն Ամերիկային իրեն հարվածի, այստեղ կան նաև Թուրքիան, քանի որ Թուրքիայում Միացյալ Նահանգները ունի բազաներ, ռադարային բազաներ, եւ այդ ռադարային բազաների միջոցով նախորդ պատերազմի ժամանակ թուրքերը տեղեկացնում էին եւ Իսրայելին եւ ամերիկացիներին, որ հրթիռակոծվելու են եւ իրենք հրթիռները կարողանում էին ընթացքը ճշտել, որոշել, որ որտեղ են հարվածելու։ Եվ դրանք բոլորը իրանցիները չեն մոռանում։ Իսկ ինչ որ կապված է Հայաստանի հետ, պարզ է, որ ցանկացած քաոսային իրավիճակ բերելու է նաև առիթ որոշ պետությունների համար, այդ թվում Ադրբեջանի, այդ թվում նաև Թուրքիայի համար, որ իրենց ծրագրերը իրականացնեն։ Վերջ-վերջո հայերս մեկ հատ լավ ասացվածք ունենք, ասում են, որ ձուկը պղտոր ջրում է բռնում։ Պարզ ջրում ոչ մեկ չի կարողանում ձուկ բռնել։ Եվ նույնն էլ հիմա է տեղի ունենալու։ Այսինքն, եթե այդ ամբողջ տարածաշրջանը քաոսային իրավիճակի մեջ մտնի, որոշ պետություններ փորձելու են այդ առիթից օգտվել։ Այստեղ խնդիրը հիմնականում նրանում է, որ հայկական բանակը ընդհանրապես պատրաստ վիճակում չի, ընդհանրապես։ Նիկոլը, երբ որ ազգային ժողովում ելույթ էր ունենում այս տարի եւ իրեն հարց տվեցին, որ Հայաստանի պետական պարտքը արդեն 14 միլիարդը հատել է եւ 7 տարվա ընթացքում 7 միլիարդով ավելացել է, իրեն հարց տվեցին, որ ինչ է կարել, ինքը ասաց, որ զենք է կարել։
Բայց այսօր Պաշտպանության նախարարը իր հայտարարության մեջ ասաց, որ վերջի 7 տարվա ընթացքում ընդամենը 1 միլիարդ դոլարից մի քիչ ավել զենքի եւ մնացած բաների փող են տվել։ Այսինքն, ասես պաշտպանության վրա է ծախսվել, բայց չասեց զենք։ 1 միլիարդ դոլար, այսինքն Հայաստանի պետական պարտքը 6 միլիարդի չափ հայտնի չի թե ինչ է եղել եւ ուր է գնացել, բայց ընդհանուր իրավիճակում Հայաստանը ավելի է թույլացել եւ այսպեսի թույլ իրավիճակում Ադրբեջանը պիտի փորձի իրականացնել իր ծրագրերը։ Այն ինչը որ ժամանակին Լևոն Տեր-Պետրոսյանը դեմ էր կանգնում, որ իրականացնեին հայկական ուժերը, քանի դեռ մեր զորքերը հաղթարշավ էին տոնում Արցախում եւ իրենք կարողանում էին ազատագրեն հայկական տարածքներ եւ Լևոն Տեր-Պետրոսյանը դեմ էր, այսօր Ադրբեջանը դեմ չի, որ գրավի այդ բոլորը նորից, քանի որ դա իրեն տալու է նոր ռազմավարական հնարավորություն, տալու է նոր միջոցներ եւ նաեւ իր տեղն ու դիրքն է բարձրացնելու տարածաշրջանում։ Այնպես որ պետք է պատրաստ լինել այդ ամեն ինչին։ Այո, նաև շնորհակալ եմ, որ անդրադարձաք թուրքական գործոնին, այո, հնարավոր վտանգներն, այո, երբ որ հայտարարում է Իրանի կողմից, որ կհարվածեն այն բոլոր նաև ամերիկյան, հա, այսպես բարեկամ երկրներին, այդպես ուղղակիորեն չի ասվում իհարկե, մերձ համագործակից, ասենք, նույն շահերը սպասարկող երկրներին, այդտեղ պետք է մենք հաշվի առնենք, նկատի ունենանք նաև Թուրքիային, որովհետև Միացյալ Նահանգները բազմից են ասել, որ տարածաշրջանում իրենց քաղաքականությունը իրականացվում է Թուրքիայի ձեռքով։ Փաստորեն Իրանի այդ հայտարարությունը նաև տարածվում է Թուրքիայի վրա։ Հիմա կուզեմ նաև եթե այստեղ ասելիք չկա, անցնեմ հաջորդ հարցիս։ Անսեն։ Ահա, խնդրեմ, պարոն Պետրոսյան, կուզեմ անդրադառնանք մեզ համար, բոլորիս համար, նաև մտահոգիչ մյուս հարցին, մենք ունենք Իրանում համայնք, մեր հայկական համայնքը, երեք ինչ Սփյուռքի գործերով հանձնակատարը խոսում էր եւ ասաց մենք տեղեկատվություն չունենք թե ինչ վիճակում է մեր համայնքը։ Ես հա հասկանալի է, որ կապը երևի լավ չի, բան, բայց խիստ մտահոգիչ է։ Ինչ տեղեկատվություն ունեք եւ արդյոք այս ամբողջ խառնաշփոթին, ընդհանրապես մեր համայնքը ինչ մասնակցություն ունի։ Սովորաբար մեր համայնքները դրսում միշտ չեզոք դիրքում են լինում։ Ինչ իրավիճակ է։ Դուք որոշակի տեղեկատվություն ունեք մեր համայնքի հետ կապված, վտանգներ կան, կան։ Գիտեք, նախ եւ առաջ Սփյուռքի, չգիտեմ, գրասենյակի կառավարիչը ընդհանրապես ինքը պատկերացում չունի Հա, Սփյուռքի մասին։ Զարե Սինանյանը, այո։ Այո, ընդհանրապես չունի պատկերացում։ Ընդհանրապես ինքը չի հասկանում, թե ինչ է Սփյուռքը եւ Սփյուռքի հետ կապերը ինչպես պիտի լինեն կամ չի պիտի լինեն։ Եվ դա բնական է Նիկոլի իշխանության ժամանակ, քանի որ Նիկոլը թույլերին հավաքում է իր կողքը, որպես ինքը ավելի խելացի երևա, եւ դրա համար ունենում ենք այն վիճակը, ինչը որ այսօր կա։ Սա մեկ։ Երկրորդ հերթին Իրանի հայկական համայնքը Իրանի իսլամական հեղափոխությունից հետո դեռևս 1985-86 թվականից հետո կաթոլիկ եկեղեցու Կարիտաս հիմնադրամի միջոցով շատ-շատ թույլացավ, շատ-շատ։ Եվ իրենց նպատակը հիմնականում այն էր, որ միջին արևելքից, կաթոլիկ եկեղեցին, միջին արևելքից հայկական բոլոր համայնքները Սիրիայի, Իրաքի, Լիբանանի, Հայաստանի, Իրանի հայկական համայնքները բոլորին գաղթեցնել տալ մեր տարածաշրջանից, միջին արևելքից դեպի Միացյալ Նահանգներ կամ դեպի Եվրոպա կամ դեպի Ավստրալիա։ Եվ այդպես այո, իրենք կարողացան տասնյակ հազարավոր հայերի տեղափոխեն եւ իրենք գրեթե քայքայեցին հայկական համայնքը, որը որ գոյություն ուներ Իրանում։ Շատ վայրեր, որտեղ որ ապրում էին հայերը, գրեթե հիմա հայերից դատարկված է։ Օրինակի համար Թավրիզում, որտեղ որ ժամանակին կար մի քանի հազար հայեր, այսօր ընդամենը մի քանի հոգի են։ Դրանով հանդերձ իրանական կառավարությունը բավականին լավ է վերաբերվել հայկական հոգևոր ժառանգությանը եւ այնտեղ ավելի քան 200 եկեղեցիներ իրենք
շատ լավ վիճակում են, շատ կայուն վիճակում են։ Որոշները Իրանի կառավարության կողմից ամբողջությամբ վերակառուցել եւ վերանորոգվել են եւ ծառայում են իրենց նպատակին։ Սա մեկ։ Երկրորդ հերթին Իրանում հայկական համայնքը ինքը միշտ եղել է չեզոք, բայց վերջի տարիներին այնտեղ էլ, ինչպես Հայաստանում, կան մարդիկ, ովքեր որ կարծում են, որ արևմուտք ասելով ընդամենը գեղեցիկ բաներ կան, շոկոլադ են այնտեղ բաժանում, քաղցրավենիք են բաժանում։ Եվ դրա համար կան մի խավ այնտեղի հայերի մեջ էլ, ովքեր որ ջուրը չտեսած բոկանում են եւ խառնվում են այն բանի մեջ, որը որ ոչ մեկին օգուտ չի բերում։ Այդպիսի իրադարձություններ էլ կան, որ տեղի են ունենում Իրանում, բայց ընդհանուրի մեջ հայկական համայնքը այնտեղ չեզոք է։ Իրադարձությունները եւ ահաբեկչական գործողությունները, որը տեղի են ունեցել, դրանց մի մասը հայկական թաղամասերի մոտակայքում է տեղի ունեցել։ Եվ այդ թաղամասերի մոտակայքում տեղի ունեցած իրադարձությունները անշուշտ նաև որոշակի ազդեցություն ունեցել է այնտեղի հայերի վրա։ Մի մասը տեղափոխվել է Հայաստան, մի մասը մնացել է իր տան մեջ, կապը չկա, ամբողջ Իրանում չկա, միայն հայերի համար չի։ Բայց այնտեղ վերջ-վերջում մենք ունենք դեսպանատուն, ունենք հյուպատոսություն, փաստացի մեր դեսպանատունն էլ Իրանում չի աշխատում եւ հյուպատոսությունն էլ չի աշխատում, այդ իսկ պատճառով պետությունը տեղեկություն չունի այնտեղի հայկական համայնքի մասին։ Նիկոլի Հայաստանում ենք ապրում։ Եվ կներեք, մի բան էլ ես կուզենայի Այո, ուղղակիորեն ասել, քանի որ հավանաբար մենք չենք անդրադառնա այս հարցազրույցին, բայց ուղղակիորեն առիգիտություն ուզում էի ասել։ ընտրեմ։ Դա կապված է Ադրբեջանի կողմից վարելանյութի գնումը Հայաստանի կառավարության կողմից։ Հա, այո, Եվ ռուսական արդեն բան է այո, եկավ, չէ, թուրքական վագոններ եկան։ Այո, 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 եւ տեսնում ենք, որ վերջի շրջանում արդեն երկրորդ խմբականակը եւ շատ շուտով երրորդ խմբականակն էլ է գալու Հայաստան եւ Նիկոլը ցանկություն ունի տպավորություն ստեղծի, որ այդ վառելանյութը Հայաստանում շատ արագ սպառվում է, գնվում է եւ փորձում է ցույց տալ, որ Ադրբեջանի այդ առևտուրը զարգանում է։ Նախ եւ առաջ պետք է հստակեցնել, որ այդ վառելանյութի հիմնական խմբականակը գնել են Հայաստանի կառավարության տարբեր գերատեսչություններ։ Այսինքն իրենք վաճառել են բանակին, ազգային անվտանգության ծառայությանը, ոստիկանությանը, տարածքային կառավարման նախարարությանը, առողջապահության նախարարությանը եւ մնացած բոլոր նախարարություններին։ Եվ Այսինքն դրա պետական համար համակարգով է, համակարգում սպառվում է ադրբեջանական բենզինը։ այո, իրենք պետական համակարգում այդ ամեն ինչը սպառնում են եւ գրում են ժողովրդի հաշվին։ Մինչդեռ իրականությունը այդպես չի։ Եթե այդպես լիներ, մենք բոլոր բենզալցակայաններում պետք է կիլոմետրերով հերթեր տեսնեին, որ ժողովուրդը վազում է այդ էժան վառելանյութի հետևից եւ փորձում է գնել։ Մինչդեռ իրականությունը այն է, որ այդ բոլորը պետական համակարգի վրա է վաճառվում։ Եվ պետական համակարգին ուղղակիորեն հրաման է տրված, որ գնել էժան ադրբեջանական վառելանյութը։ Խնդրեմ, սպառողն Սա այսինքն գտել են, սպառողը կա։ այո, սպառողը իրենք են։ Հա, Սպառողը իրենք են։ հասկանալի է, շատ շնորհակալ եմ, կարևոր տեղեկատվություն տվեցիք, պարոն Պետրոսյան, որովհետև այս ընթացքում անընդհատ այսպես ագիտացիա է արվում, թե քանի որ էժան է, մեր ժողովուրդն է գնացել, գնում է մի բաներ մենք այսպես վրթովում ենք, որ նորից ստամոքսի տրամաբանությամբ է առաջնորդվում մեր ժողովուրդը ոչ թե ազգային շահերով, փաստորեն դուք բացեցիք իրականությունը, որ ամենևին այդպես չէ, մարդիկ այո, Այո, երթեր կլինեին, եթե այդքան այդպես ցանկալի լիներ գնել ադրբեջանական նավթ ու գազը, քան իդեպ ասեմ, որ մարդիկ ունեն, ում հետ ես խոսել եմ, կա այդ ընկալումը, որ թշնամուց չեն գնում նման ապրանք եւ չեն նպաստելու ավելի շատ զինվելուն ադրբեջանցիների, ում հետ այո, խոսել եմ, վարորդները նաեւ այսպիսի շեշտադրում են անում։ Շնորհակալ եմ, որ այդ թեմային անդրադարձաք, որպես ավարտ հենց այս պահին
տեղեկատվություն է իմ ձեռքում, որ Իրանում բողոքի ցույցերի ժամանակ 2000 մարդ է զոհվել։ Չգիտեմ ճիշտ է թե ոչ, քանի որ ես ամենասկզբում հարցը սկսեցի 400 մարդու մասին խոսելով, դուք հավելեցիք 600, չգիտեմ մեր տեղեկատվությունն է ճիշտ, թե տվյալ դեպքում ձեռքից տակ եղածը հայկական լրատվամիջոցներից մեկն է սա արձանագրում։ Այսպիսին է, իսկապես տեղեկատվությունը լիարժեք չի գալիս Իրանից եւ մի դեպքում շատ սուր, մյուս դեպքում շատ ավելի մեղմ, երբեմն չես հասցնում իրականությունը հասկանալ։ Այսպիսի պատկեր ամեն դեպքում։ Գիտեք, այդ տեղեկատվությունը Reuters գործակալությունն է, որը որ տարածել է։ Ահա, Եվ Միացյալ Նահանգները համաձայն իր վարած քաղաքականությունը ինքը միշտ սիրում է ուռճացնել իր հակառակորդների կորուստները։ Եվ սա էլ դրանցից մեկն է։ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչ օրս Գազայում ավելի քան 80,000 մարդ է զոհվել, 100,000-ից ավել անհայտ կորած է։ Եվ դրանց մասին Միացյալ Նահանգները չի խոսում, քանի որ իր կամակատարն է կոտորում այդ ժողովրդին։ Բայց այնտեղ, որտեղ որ ցուցարարները իրենք կրակ են բացում հասարակ ժողովրդի վրա կամ ոստիկանական ուժերի վրա, եւ այնտեղ մի քանի հոգի զոհվում են, ինքը միանգամից ասում մի քանի տասնյակ, իսկ երբ որ տասնյակ են զոհվում, ասում է մի քանի 100, իսկ եթե մի քանի 100 են զոհվում, ասում է մի քանի հազար։ Սա բնական երևույթ է, տեխնոլոգիաներ են, հասկանում։ ճանաչողական պատերազմ է, հիբրիդային, այո, հիբրիդային պատերազմ է։ Շատ լավ, շատ շնորհակալ եմ, պարոն Պետրոսյան, այսօր Շատ ջան, Իրանի եւ Հայաստանի շուրջ Իրանով հանդերձ նաեւ տարածաշրջանի իրավիճակը ներկայացնելու համար շնորհակալություն եւ վերհիշեցնեմ իմ շատ հեռուստադիտողներին, ջան։ որ հեռավար կապով ես զրուցում էի Հայաստանի ժողովրդական շարժման համակարգող Վազգեն Պետրոսյանի հետ։ Լավ եղեք, կհանդիպենք։